Ողջույն բարեկամներ, ամեն գաղտնիք մի օր բացահայտվում է հաղորդաշարում ձեզ հետ Սողբեթ Երևանսկին է։ Այսօր մենք կխոսենք 1948-1953 թվականներին խորհրդային Հայաստանի տարածքից մոտ 100,000 էթնիկ ադրբեջանցիների հարկադիր տեղահանման քիչ հայտնի կողմերի, ինչպես նաև այդ իրադարձությունների քաղաքական նախապատմության մասին։ Տարիներ շարունակ այս թեման գաղտնիք էր պահվում Խորհրդային Միության կենտրոնական արխիվներում, եւ նույնիսկ այսօր էլ այդ կառույցների ղեկավարները ամեն կերպ փորձում են սահմանափակել դրանց հասանելիությունը, բայց ինչպես ասում են, վերջի վերջո ամեն մի գաղտնիք մի օր բացահայտվում է։ Այսօր ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ ռուս գիտնական, քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Մոշկինի «Մոռացված տեղահանությունը» կամ «Էթնիկ ադրբեջանցիների հարկադիր վերաբնակեցումը հայկական ԽՍՀՄ տարածքից 1948-1953 թվականների» գիտական հոդվածը։ Հոդվածում ներգրավված են աներկելի փաստեր, ինչպես հայերին օգտագործեցին Խորհրդային Միության աշխարհաքաղաքական նկրտումների իրականացման գործում։ Եվ այսպես, արդեն իր հոդվածի նախաբանում Սերգեյ Մոշկինը նշում է, որ այդ տարիներին Խորհրդային Միությունը հաղթանակ տանելով երկրորդ համաշխարհային պատերազմում իր ռազմական հզորության եւ աշխարհաքաղաքական հեղինակության աճի ալիքի ներքո որոշեց օգտվել իրավիճակից եւ նվաճել այն հողերը, որոնք ըստ 1921 թվականի պայմանագրի վերադարձվեցին Թուրքիային։ Սովետա-թուրքական սահմանի վերանայման պաշտոնական Մոսկվայի փաստարկներից մեկը արտասահմանից ԽՍՀՄ զանգվածաբար գաղթած հայ հայրենադարձների վերադարձման անհրաժեշտության մասին թեզն էր, իրենց ցեղակիցների հետ վերամիավորվելու համար մեկ հայկական պետության հայկական ԽՍՀՄ-ի շրջանակներում։ Այդ նպատակով ԽՍՀՄ արտասահմանյան հաստատությունները լայնածավալ քարոզչական արշավ սկսեցին արտասահմանցի հայերին ԽՍՀՄ տեղափոխելու համար։ 1946-1949 թվականներին հնարավոր եղավ մոտ 90,000 հայ հայրենակիցներին ներգրավել այս արշավին, նախատեսված 350-400,000-ի փոխարեն, բայց հետագայում պարզվեց, որ նրանց վերաբնակեցելու տարածք չկա։ Հենց այդ ժամանակ էլ Մոսկվան որոշում կայացրեց հայկական ԽՍՀՄ-ի 5 շրջաններից էթնիկ ադրբեջանցիների վտարելու եւ նրանց բնակավայրերում օտարերկրացի հայեր բնակեցնելու մասին։ Ըստ էության տեղահանված ադրբեջանցիները դարձան Ստալինի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի տարածքային վերաբաշխման ձգտումների պատանդ։ Հոդվածի հեղինակը նշում է, որ այսօրվա Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս գործնականում ոչինչ հայտնի չէ Խորհրդային Հայաստանի տարածքից էթնիկ ադրբեջանցիների տեղահանության պատմության մասին։ Նույնիսկ Ստալինի տեղահանությունները 1928-1953 հիմնարար հրատարակության հեղինակները, որը հրատարակվել է Յակով Լևի խմբագրությամբ, շրջանցեցին այս պատմությունը։ Թվում է, թե բոլորը մոռացել են դրա մասին, բայց խոսքը ոչ այլ ինչի մասին է, քան կոնկրետ ժողովրդի ադրբեջանցիների 100,000 ներկայացուցիչների բռնի տեղահանման, եւ այդ տեղահանումը տեղի է ունեցել բացառապես էթնիկական պատկանելիության հիման վրա։ Մարդիկ վտարվել են իրենց պատմական տարածքներից պարզապես այն պատճառով, որ նրանք ադրբեջանցիներ էին։ Սա տեղի ունեցավ այդ թվում դրա հետևանքով, որ շահերը համընկան Հայաստանի ղեկավարության, որը ձգտում էր ստեղծել մոնոէթնիկ հանրապետություն, եւ Իոսիֆ Ստալինի, որը երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին փուլում ցանկություն ուներ վերանայել եւ շտկել Անդրկովկասի քաղաքական քարտեզը հարևան երկրների, մասնավորապես Թուրքիայի հաշվին։
Հայտնի է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան կարողացավ խուսափել զինված հակամարտությանը ներգրավվելուց եւ չեզոք դիրքորոշում գրավեց երկու պատերազմող կոալիցիաների նկատմամբ։ Դեռևս 1939 թվականին Թուրքիան կնքեց պայմանագրեր Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միջերկրածովյան տարածաշրջանում ագրեսիայի դեպքում փոխօգնության մասին, իսկ 1941 թվականի ամռանը բարեկամության եւ չհարձակման մասին պայմանագիր նացիստական Գերմանիայի հետ։ 1941 թվականի հունիսի 25-ին Գերմանիայի կողմից ԽՍՀՄ ներխուժումից անմիջապես հետո Թուրքիան հայտարարեց արտաքին քաղաքականության մեջ իր չեզոքության եւ պատերազմին չմասնակցելու մասին։ Սկզբում Մոսկվան գոհ էր Թուրքիայի չեզոքությանը։ Կարևոր էր կանխել Թուրքիայի միացումը առանցքի ուժերին եւ թշնամու զորքերի տեղակայումը նրա տարածքում։ Այդ նպատակով 1941 թվականի օգոստոսին Խորհրդային Միությունը եւ Մեծ Բրիտանիան համատեղ պարտավորություններ ստանձնեցին հարգել չեզոք Թուրքիայի տարածքային ինքնիշխանությունը եւ նրան անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նացիստական բլոկի երկրների կողմից ագրեսիայի դեպքում։ Ամեն ինչ փոխվեց 1943 թվականին, երբ պատերազմում նկատելի շրջադարձային պահ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի եւ հակահիտլերյան կոալիցիայի երկրների օգտին։ Մոսկվայի կողմից թուրքական չեզոքությունը սկսեց ընկալվել որպես մի գործոն, որ ձեռնտու էր ոչ այնքան Խորհրդային Միության, որքան նացիստական Գերմանիայի համար։ Բնականաբար Թուրքիան չէր շտապում հրաժարվել չեզոք երկրի իր կարգավիճակից։ Թե ինչ պահանջներ ուներ Մոսկվան Թուրքիայի դեմ, բավականին արագ պարզ դարձավ։ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը Կրեմլից ստացավ առաջադրանք պատրաստել պատմական եւ հողմային վերլուծական փաստաթղթերի փաթեթ ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջև տարածքային կարգավորման եւ սահմանի որոշման հարցերի վերաբերյալ։ Քննարկումը հիմնականում վերաբերում էր նախկին ռուսական կայսրության զավթած տարածքներին, որոնք, ինչպես նշում Մոշկինը, բոլշևիկները կամավոր կերպով 1921 թվականին վերադարձրեցին քեմալական Թուրքիային։ Այդ ժամանակ Լենինի գլխավորությամբ խորհրդային ղեկավարությունը մտահոգված արտասահմանում քաղաքական դաշնակիցներ փնտրելով եւ Ասիայի գաղափարախոսական ներթափանցմամբ թուրքերին վերադարձրեց Աղդահանը, Արդվինը, Կարսը, Սուրմալուն, որտեղ բնակվում են նաեւ հայերը, եւ ճանաչեց նոր պետական սահմանը իր հարավային հարևանի հետ։ Այժմ պատերազմի ավարտին Մոսկվան որոշել է կրկին քննարկել սահմանի սահմանազատման հարցը Անկարայի հետ։ ԽՍՀՄ սկսեց դիվանագիտական ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ 1945 թվականի մարտին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Մոլոտովը թուրք դեսպան Սարպերին ուղղակիորեն հայտարարեց, որ գործող խորհրդատուրքական պայմանագիրը կորցրել է իր նշանակությունը եւ կարիք ունի հիմնարար փոփոխությունների։ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը, ԽՍՀՄ ռազմական հզորությունը եւ աշխարհում հեղինակության աճը Ստալինի ղեկավարությանը եզակի հնարավորություն տվեցին իրականացնելու բոլշևիկների սիրելի երազանքը համաշխարհային հեղափոխությունը։ Թուրքական հարցը այս իմաստով գտնվում էր Կրեմլի հատուկ վերահսկողության ներքո, քանի որ Բալտիկ ծովից մինչև Սև ծով ձգվող խորհրդային սահմանների ողջ երկարությամբ Թուրքիան մնում էր միակ երկիրը, որը չէր հայտնվել խորհրդային ազդեցության գոտում։ 1945 թվականի հուլիսի-օգոստոսին Պոզդամում հաղթանակած տերությունների համաժողովում, որտեղ քննարկվեցին հետպատերազմյան կարգավորման կոնկրետ հարցերը, խորհրդային պատվիրակությունը առաջին անգամ պաշտոնական մակարդակով հայտարարեց Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների մասին եւ արտահայտվեց խորհրդատուրքական սահմանի վերանայման օգտին։ Պոզդամում տեղի ունեցած զրույցի ժամանակ Մոլոտովը խորհրդային կողմի դիրքորոշումը բացատրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլին։
Որոշ մասերում մենք ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջև սահմանը սխալ ենք համարում։ Բացի այդ, Մոլոտովը հայտարարեց Խորհրդային Միության ցանկության մասին նեղուսների գոտում խորհրդային ռազմական բազաներ հիմնելով վերաբերյալ։ Վերջապես Ստալինն ինքը համաժողովում թուրքական հարցի քննարկման ժամանակ դաշնակիցներին հստակեցրեց, որ ցանկանում է հաստատել նոր խորհրդատուրքական սահման առաջին համաշխարհային պատերազմից առաջ գոյություն ունեցող գծի երկայնքով, այսինքն վերադառնալ ցարական Ռուսաստանի սահմաններին։ Սակայն Պոզդամում խորհրդային պատվիրակության գործադրած ջանքերը ապարդյունք անցան։ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան բնավ չէին ցանկանում ընդլայնել խորհրդային տարածքը Թուրքիայի հաշվին եւ առավել եւս չէին ցանկանում տեսնել խորհրդային ռազմական բազաներ նեղուսների գոտում։ Ահա թե ինչպես մեծ տերությունների ղեկավարները փորձում էին բաժանել աշխարհը, հաշվի չառնելով այն հանգամանքը, թե ովքեր են ապրում այդ տարածքներում եւ նրանց ճակատագիրը, թե ինչպես Խորհրդային Միությունը, որդեգրելով ռուսական կայսրության փորձը ուզեց խաղարկել հայկական խաղակարտը Անկարայի վրա ճնշում գործադրելու համար, մենք ձեզ կպատմենք հաջորդ հաղորդումների ժամանակ։